Մարտկոցի բերումը մարտական պատրաստականության բարձր աստիճանի, պաշտպանողական մարտական գործողությունների ընթացքում հակառակորդի օդային հարվածների հետ մղումը թեմայով անցկացված զորավարժությունը միտված էր ստուգելու Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օդային սահմանների անվտանգությունն ապահովող հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների արդյունավետությունը, զարգացնելու զինծառայողների փոխգործակցելու ունակությունն ու համատեղ աշխատելու արդյունավետությունը։ Ապրիլի 28-ից 30-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի զորավարժարաններից մեկում ՕՍԱ-ԱԿ զենիթահրթիռային մեքենաների մարտական հրաձգությամբ անցկացված մարտավարական զորավարժության ղեկավարն էր պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության պետ գնդապետ Գասպարյանը։ Զորավարժության կրակային փուլին հետևում էին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը։ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի փոխգործակցության ծրագրի շրջանակներում զորավարժության կրակային փուլին ներկա էին նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը, Հայաստանի Հանրապետության հակաօդային պաշտպանության զորքերի հրամկազմը, այլ բարձրաստիճան հյուրեր։ Զորավարժության ուսումնական նպատակներն էին կատարելագործել ստորաբաժանումների ղեկավար կազմերի ներդաշնակումն ու դաշտային վարժվածությունը, մարտկոցի դասակների և հաշվարկների հրամանատարների շրջանում զարգացնել որոշումներ ընդունելու, խնդիրներ առաջադրելու և մարտի ընթացքում ստորաբաժանումների ղեկավարման ու կրակի կառավարման գործնական ունակությունները։ Պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների մարտական հրաձգությամբ անցկացված ուսումնական ստուգարքային մարտավարական զորավարժության ընդհանուր գնահատականը որոշվելու է 3 հիմնական բաղկացուցիչների, այն է զորամասի մարտավարական գործողությունների, կրակային խնդիրների կատարման և հրաձգության թույլտվության ստուգման արդյունքում, իսկ դա իր հերթին նշանակում է, որ քննող հանձնաժողովի կողմից գնահատվելու են թե ստորաբաժանման կողմից մարտավարական գործողությունների ընթացքում գործնական խնդիրների կատարման ժամանակ ցուցաբերած նորմատիվները, թե մարտական հրաձգության կատարման արդյունքները և թե ստորաբաժանման կողմից հրաձգության թույլտվության ստուգման նորմացույցները։ Նշենք, որ անցկացված զորավարժությունը հնարավորություն ընձեռեց մեկ անգամ ևս գործնականում ամրապնդելու ուսումնական փուլի շրջանակներում ստացված տեսական գիտելիքները, ստուգելու անձնակազմի գործողությունների ներդաշնակումն ու մասնագիտական հմտությունները Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանագոտու պաշտպանության ապահովման գործում։